Այսօր ես պատրաստում եմ շերտավոր խմորով և ուրեմն սպանախով կարկանդակ։ Դրա համար այստեղ ինձ մոտ 2 կապ սպանախ է, ես մաքրել եմ ու շատ լավ հոսող ջրի տակ լվացել եմ, հիմա մեծ այսպես կտորներով կտրատում եմ և առանց ջրի պիտի շոգեխաշեմ մարմանդ կրակի վրա։ Հետո ընթացքում կասեմ ինչ ենք ավելացնելու և ինչ ենք անելու։ Գնացինք։ Հիմա սպանախի վրա պիտի ավելացնեմ կես տուփ կաթնաշոր։ Սա հիմա դնում եմ մի կողմ և այստեղ նայեք, ունեմ սուլգունի պանիր, այստեղ 200 գրամ եմ և այս սուլգունի պանիրը անցկացնում եմ մեծ քերիչով ավելացնում եմ ուրեմն սպանախի և կաթնաշորի վրա։ Ահա։ Անկեղծ ասած ես որոշեցի ամբողջ 1 տուփ ուրեմն կաթնաշորը ավելացնել։ Այսպես նայեք, լավ խառնեցի, համ տեսեցի, հասկացա, որ աղը տեղն է, պետք չէ աղ ավելացնել, սա արդեն դնում ենք մի կողմի վրա, վերցնում ենք շերտավոր խմորը, բացում ենք, որպեսզի հավաքենք արդեն մեր կարկանդակը։ Այսպես խմորը բացել եմ արդեն, հիմա այս ծայրերից այսպես կտրատում եմ կողմից հիմա վերցնում ենք մեր միջուկը և այսպես տեղադրում կենտրոնական մասում։ Վիզուալ միջուկը բաժանում ենք աճապով 3 մասի, որպեսզի որովհետև մեզ մոտ պիտի լինի 3 գրող։ Ասում ենք այսպես հյուսել։ Ժողովրդամասերի, որ նախապես ջրոց արդեն դականում է։ Այսպես գեղեցիկ հյուսում ենք։ Այսպես մածես ցույց տամ, նայեք ինչ գեղեցիկ ուրեմն մեզ մոտ ստացվել է, ասեմ շատ գեղեցիկ թխուկ է ստացվել։ Հիմա երկրորդ ուրեմն թխուկն ենք նույն ձևով ուրեմն անում։ Երրորդն էլ անեմ, ձուն կսեմ, նոր արդեն կտեղափոխեմ ջեռոց։ Այսպես նայեք, արդեն 3-ն էլ պատրաստ են թխվելուն։ Վերցնում ենք ձուն, այսպես կսում եմ, կսելուց հետո արդեն պիտի տեղափոխեմ ջեռոց։ Նախապես տաքացրած 220 աստիճան։ Ահա և վերջ, հիմա ես ես մեջ տեղինի վրա կցանեմ քունջուկ, մնացածը չէ։ Եթե ուզում եք բոլորի վրա ցանեք, եթե չեք ուզում նայեք ըստ նախասիրության։ Նայեք ինչ հրաշալի է ստացվել։
հրաշալի թխուկները պատրաստեն։ Հիմա փորձում եմ կտրել։ Այս բույրը չեմ կարող ձեզ փոխանցել կամերայի զանգով, միայն կզգաք, երբ ինքներդ պատրաստեք, նայեք, խնդրում եմ։ Խնդրում եմ չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, դնել զանգի կոճակը և սեղմել լայք, որպեսզի շատ մարդիկ կարողանան դիտել և իրենք էլ պատրաստեն։ Բոլորին բարի ախորժակ, կհանդիպենք, ցտեսություն։